Երևանի Արգենտինյան Հանրապետության թիվ 76 դպրոցը վերջին շաբաթների ընթացքում վերածվել է բողոքների ու սկանդալների կենտրոնի։ Երկրորդի դասանի շուրջ ծագած աղմկահարույց իրավիճակը, որը դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանը փորձել էր կոծկել, արդեն դուրս է եկել կրթօջախի սահմաններից։ 3 մարտի 21-ին դպրոցում կայացել է հանդիպում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, դպրոցի տնօրենության եւ ծնողների մասնակցությամբ։ Քննարկման առանցքում այն նույն խնդրահարույց դասարանն էր, որտեղ արդեն տարիներ շարունակ իրավիճակը լարված է։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը Եվրամեդիա 24-ի հետ զրույցում վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ինտենսիվ աշխատանքներ տանել թե ծնողների, թե երեխաների հետ։ Նրա խոսքով այս պահին խնդրի լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն առկա են։ Ժողովը կայացավ, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթը, քան որ արձակուրդներ են ինտենսիվ աշխատանքներ տանել եւ ծնողների հետ, եւ այն ծնողի եւ մյուս ծնողների եւ արձակուրդների վերադարձից հետո նաեւ երեխաների հետ։ Ամենայն դեպս լուծման համար բոլոր հնարավոր պայմանները կան։ Իսկն հանդարտեցման իրավիճակի բնականon հունի վերադառնալու համար։ Այդ ծնողը եւս ներկա է եղել քննարկմանը։ Այո, բոլորը ներկա են։ Այսքան բոլորը չէ, բայց այդ ծնողը ներկա եղավ դասանի մեծամասնությունը։ Ծնողների խոսքերով այդ նույն աշակերտն ու մայրը իրենց վարքով վտանգի են ենթարկում ոչ միայն դասընկերներին, այլև ուսուցիչներին։ Ավելի մտահոգիչ է այն, որ նույն երեխայի մայրը արդեն հասցրել է ծեծի ենթարկել ուսուցչին, ինչի հետևանքով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ծնողների պնդմամբ նա սպառնում է ուսուցիչներին եւ իր տղայի դասընկերներին։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետը թեև ներկա չի եղել հանդիպմանը, վստահեցրեց մեզ հետ զրույցում, որ քննարկումը եղել է կառուցողական։ Նրա խոսքով հանդիպմանը տնօրենի հնարավոր ազատման հարցը չի քննարկվել։ Ես ներկա չեմ եղել, բայց գիտեմ ինչ է որոշվել։ Բավական կառուցողական մթնոլորտում է անցել հանդիպումը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում սպասարկող ՏՄԱԿ-ը, Երևանի քաղաքապետարանը ու դպրոցը համատեղ որ գործողությունների ծրագիր կներկայացնեն առաջացած խնդիրները այսպես քայլ լուծելու եւ երեխա եւ ծնողի հետ կապված։ Իսկ տնօրենի հրաժարականի կամ հեռացման հարցը չի քննարկվել։ Չի քննարկվել նման հարցը։ Դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանը հրաժարվեց հարցի շուրջ որևէ հստակ մեկնաբանություն տալ։ Հանդիպման որոշումը կապված է երեխայի եւ ծնողի անձնական տվյալների հետ եւ ես դա հրապարակելու իրավունք չունեմ։ Դա անձի անձնական տվյալների գաղտնիություն է պարունակում, ես դա չեմ կարող հրապարակել։ Ամեն դեպքում դասադուլը հանրայնացվել է, այստեղ նաև հանրային շահ կար։ Ուզում էի հասկանալ արձակուրդներից հետո դասանի կայացվել է որոշում, որի հրապարակման իրավունքը ես չունեմ։ Դասարանը նորմալ կհաճախի դասի արձակուրդներից։ Այո, դասարանը նորմալ կհաճախի, դասապրոցեսը նորմալ կընթանա։ Մեզ հայտնել էին, որ հնարավոր է նաև ձեր հեռացման հարցը քննարկվի։ Նման հարց չի դրվել, նման հարցի քննարկում չի եղել։ Մինչ կողմերը խոստանում են լուծումներ, դպրոցում խնդիրը շարունակում է մնալ բաց։ Ծնողները դեռ սպասում են ոչ միայն խոստումների, այլև կոնկրետ ու վճռական քայլերի, իրենց երեխաների անվտանգության հարցը վերջապես լուծելու համար։ Հասմիկ Անտոնյան, Եվրամեդիա 24։